ինքնին այդ գործողությունը իրավաչափ կամ ոչ իրավաչափ գնահատելով, ակնհայտ անցնելով իր լիազորությունները ձևակերպում նախագահի լիազորությունների կատարման դաշտում, սա այս առաջին օրինակը, որ սա չի կարող գնահատման լինել, ընդ որում ոչ կոնտեքստում, ոչ կոնտեքստից դուրս, ոչ կոնտեքստի մեջ, երբ որ մենք խոսում ենք լիազորությունները գերազանցելու մասին։ Սա էլ եմ ասում, չեմ ասում սա հաստատված է չէ, ես ասում եմ ինչա գրված է մեղադրանքում և կարող է արդյոք այդ մեղադրանքը անկախ ես հիմա ասում եմ, որ տեսականորեն եթե ընդունենք ինձ գրելը ճիշտ է, որտեղ ապացույցները ցույց ենք տալու որ սխալ է, բայց այդ հիմիկվա խնդիր չի։ Ես ասում եմ, երբ որ կգա փուլը ցույց կտա, բայց այդ փուլը պիտի չգա, որովհետև եթե նույնիսկ սա ճիշտ է գնահատման, սա չի կարող լինել։ Որովհետև նախագահի լիազորությունների իրականացման իրավաչափի հարցը այսօր 2015 թվականի նոյեմբերի դրությամբ դատախազության իրավասությունների դիրքից դուրս է։ Հիմա փորձեմ նկարագրել։ Նշանի առնչությամբ պետք է վերստին նկատել, որ սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանվում են օրենսդրական ուղենիշներ հանրապետության նախագահի լիազորությունների բովանդակության մեկնաբանության համար։ Մեկնաբանման հոդվածով ինքնին բավարար է սահմանադրական հիմքեր, որպեսզի առանց լրացուցիչ լիազորությունների նախագահն իրականացնի կազմակերպի իշխանական գործողություններ, որպես պետության գլուխ։ Օրինակ, սահմանադրության պահպանման գործառույթի շրջանակներում նախագահը կարող է քայլեր ձեռնարկել, որ քաղաքական հարցերում զինված ուժերը պահպանեն չեզոքություն։ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն։ Մասնավորապես, սահմանադրության 8.49-րդ մասի 55-րդ հոդվածների համաձայնությամբ նախագահն ունի սահմանադրական լիազորություններ, համակարգել բոլոր պետական մարմինների գործունեությունը, պաշտպանության բնագավառում, որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, ապահովելով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Այսպիսով, սահմանադրության 49 և 8.2 հոդվածները Հանրապետության նախագահի վրա են դնում երկրի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի արժեքի երաշխավորումը, ինչպիսին է երկրի անվտանգությունը, որը ներառում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգությունը, որում անվտանգության մասին օրենքներ է կազմակերպվում, հանրապետության նախագահին նման խնդրի իրականացում վերապահելը մեծապես պայմանավորված է ժողովրդի կողմից նրա ուղղակի ընտրության փաստով։ Իմիջիայլոց 15 թվականի փոփոխություններից հետո լիազորությունները հանվել են նախագահի վրայից և ըստ էության պարլամենտի վերահսկողության դաշտատել ապահովել։ Ստացվում է, որ այս առնչությամբ կրկին առաջնային մանդատ ունեցող առնչությամբ նախագահն առնվազն ունեցել է իր կարգավիճակից բխող գործողություններ կատարելու իրավասություն, այլ հարցեր թե դրա իրագործման այլ ինչ եղանակներ են եղել։ Մինչդեռ եղանակների ընտրության առնչությամբ, ինչպես արդեն իսկ արձանագրվել է, նախագահը օգտվում է անդրադառնալությունից։ Մասնավորեցնելով ասվածը, պետք է նկատել, որ մեղադրանքի ընդհանուր գծերից պարզ է դառնում, որ նախագահի մեղսագրվում է իր լիազորություններից ակնհայտ դուրս գալը, մինչդեռ վերողերալ մեկնաբանությունը ուղիղ վկայում է այն մասին, որ վերջինը գործել է իր լիազորությունների և դերի տիրույթում։ Այլ կերպ ասած, նման վարչակից դրսևորելու իրավասություն նախագահ ունեցել է, որը ամերիկելի փաստացին։ Առաջին կետը հարգելի դատարան, ինչ ասում եմ մեղադրում են, ասել անց 23-ին ունեցել են ժողով և հանձնարարվել։ Ընդ որում բազմաթիվ անգամ ասել են որտեղից է բխել, դա է հայերել, որ երկրապահ կամավորականը և պաշտպանության նախարարի երկու տեղակալները փորձել են ոտքերը մտցնել քաղաքական գործընթացների մեջ, Բերկունյանի մասին, ըստ էության այդ ժամանակ այդ գործընթացում գործող պաշտպանության նախարարի տեղակալներ են եղել։ Եվ այդ գործընթացը եղել է, որ զինված ուժերը ձեռք մնան։ Այդ մնացած ձևակերպումները հիմա չեմ ուզում քննարկել, բայց անկախ ինչ ձևակերպում է տրված, զինված ուժերի հետ հանդիպում իրականացնել և երկրադրաբար հանրահարականներ տալ ինչ մեղափոխման արվում, նախագահի լիազորությունների շրջանակներում։ Այդ էլ եմ ասում, տես չի, որ ընդունում ենք, տես չի, որ ինչ-որ հիմք կապնդելու, որ որևէ հանրահարական տրվել է, բայց ինքնին եթե դա քննարկվում է, դա այստեղ քննարկելու